Բաստուր Մաչոներ ջան, այսօր կտրում ենք միասին իշխան ձուկը, ձկների սիրահարներին շատ հետաքրքիր կլինի։ Հիմա նայեք, մենք ստացել ենք այսպիսի սիրուն կտորներ, երկուսն են, ահա, բարակությունը, չամանը։ Մենք միտում նա որ ձուկը կտրելուց փշերը չենք անել, որովհետև ունենք երկրորդ տարբերակն էլ, ամբողջական մեջքի մաքուր ֆիլեով մենք ունենք պատրաստած իշխան ձուկը։ Հիմա այս սիրուն փշերով ձուկը, ոնց որ ասեցի, հիմա կկտրենք, արդեն կպատկերացնեք մեջը ինչքան սիրուն է լինելու։ Հատուկ ձկան սիրահարների համար, ովքեր որ սիրում են, ինքը պիվի համար էլ է շատ լավ, ուտելու համար էլ է շատ լավ, փորձեք անպայման։ Հիմա կտրենք։ Ահա։ Ձենը արդեն լսվավ, ոսկորները ջարդեցինք, ահա, մեջը։ Ինչքան սիրուն գույն է ստացել, հələ։ Գույնը, չամանի բարակությունը, այս այդ ոսկորի հատվածն է փշերի։ Հիմա բարակ կկտրտենք։ Փշերի կտկտոցն է, ջերկի տեղ պիվի սիրահարները շատ հավեսով կուտեն այս ձուկը։ Ինքը լրիվ մաքուր իշխան է։ Ով կմտածեր, որ իշխան ձկով կարելի է այսպիսի գեղեցկություն ստանալ։ Երկրորդն էլ կտրենք։ Ինքը այնքան է չորացել, որ ոսկորները արդեն կրթկրթոցը զգում ենք։ Շատ լավ է ստացվել։ Շատ լավ։ Իրա բույրն էլ շատ ուժեղ գալիս է։ Եթե մենք սենց էլի մեր ատամներն են, հələ։ Ոնց է պոկվում։ Մենք կաշին էլ ենք թողել վրան, ընկերներ ջան, չամանի բարակությունը, հələ ձուկը։ Կաշին հանեցինք, ձուկը իրան պոկվում է։ Այսինքն ոնց որ մաքրում ենք կաշին, հələ նայեք, ինքը ոնց է առանձնանում, շատ լավ։ Ինքը արդեն ֆիլեն է, սկի փուշել չկա այդքան, հələ։ Ահա, ընկերներ ջան, իրա բարակությունը, չամանի բարակությունը այնքան բարակ է, ունենց լավ է ստացվել, շատ չեք պատկերացնի։ Ձկան այդ անուշ հոտը գալիս է։ Ձկան սիրահարներ, չմոռանաք անպայման տեսանյութը սկզբից մինչև վերջ կտեսնեք, կպատրաստեք, ձեզ մոտ էլ շատ լավ կստացվի։